Մինչ հոկտեմբերը փողոցները կծածկի մեղմ արծաթով, որոշ ճակատագրերի համար կբացվի փոփոխության պատուհան, անսպասելի իրադարձություններ եւ նոր պարտականություններ բերելով։ Դուք կզգաք, թե ինչպես են ծանոթ կյանքի գծերը փոքր-ինչ տեղաշարժվում։ Կարծես քամին նրբորեն վերադասավորում է սեղանի վրա առարկաները։ Ամեն ինչ մնում է ճանաչելի, բայց այժմ ձեզանից այլ մոտեցում է պահանջում։ Ցուլեր։ Օջախի փխրուն ջերմությունը, ինչպես է հոգատարությունը վերանայելու ընտանիքի հիմքերը։ Ձեր ընտանիքը կզգա զգացմունքների եւ պատասխանատվության ալիք, որը աննկատ կվերակազմակերպի նրանց տնային առօրյան։ Դուք կարող եք բախվել սիրելիներին ավելի շատ ժամանակ հատկացնելու անհրաժեշտության հետ։ Հարազատը կարիք կունենա ուշադրության, հիվանդության բարոյական աջակցության կամ գործնական օգնության պատճառով։ Սա պարզապես բեռ չէ, այլ հրավեր, ցուցադրելու ձեր բնական համբերատարությունը եւ կարգուկանոն հաստատելու ունակությունը այնտեղ, որտեղ տիրում է անհանգստությունը։ Հարաբերությունները հնարավորություն կունենան հարթելու հին թյուրըմբռնումները, ավելի ուշ հետաձգված զրույցները կհայտնվեն ջրի երեսին եւ դուք կարող եք նրբորեն, բայց վճռականորեն սահմանել նոր սահմաններ ձեր խնամքի համար։ Այս շաբաթվա գործնական քայլերից են օգնության ժամանակացույցի կազմումը, պարտականությունների պատվիրակումը եւ ինքներդ աջակցություն խնդրելուց չվախենալը։ Պատվիրակումը չի նվազեցնի ձեր սերը, այլ կօգնի պահպանել ձեր հուզական ռեսուրսները։ Կարևոր է պահպանել ձեր սեփական հավասարակշռությունը։ Ջերմություն տալիս մի զրկեք ձեզ սնուցումից։ Գտեք փոքր ամենօրյա ծեսեր, որոնք կօգնեն ձեզ վերականգնվել։ Խեցգետիններ։ Երբ աշխատանքը իմաստալից է դառնում, մասնագիտական փոփոխություններ, աշխատանքային ճակատում մոտենում են մի ժամանակաշրջան, երբ խորհրդավոր եւ համառ միտումները կսկսեն կոնկրետ ձև ստանալ։ Դուք կարող եք ստանալ առաջարկ, որը պահանջում է վերանայել ձեր մասնագիտական առաջնահերթությունները, նոր դեր, պատասխանատվության բարձրացում ունեցող նախագիծ կամ առաջադրանքների վերաուղղորդում։ Այս փոփոխությունները կապված կլինեն ոչ թե աղմուկի, այլ խորության հետ։ Ձեր աշխատանքը կսկսի ավելի լավ համապատասխանել ձեր արժեքներին կամ ընդհակառակը ցույց կտա, որ ժամանակն է փնտրել այլ ուղղություն։ Սա այն շաբաթն է, երբ ձեր ինտուիցիան կբարձրանա։ Որոշումներ կայացնելիս վստահեք ձեր ներքին ազդանշաններին, բայց հիշեք, որ պետք է հույսը դնել փաստերի եւ վերջնաժամկետների վրա։ Եթե հոգնածություն եք զգում, ընդմիջում վերցրեք եւ անկեղծորեն գնահատեք, թե որ առաջադրանքները կհանգեցնեն զարգացման, իսկ որոնք պարզապես ժամանակի վատնումը։ Նրանց համար, ովքեր պատրաստ են փոփոխությունների, սա հիանալի հնարավորություն է ցուցադրելու առաջնորդական որակներ հանգիստ կարողությունների միջոցով։ Մանրամասներին ուշադրություն դարձնելը, թիմի նկատմամբ հոգատարությունը եւ պլանավորելու ունակությունը կդառնան կայուն աճի բանալին։ Կշարքներ։ Հաշվարկի հնչյունները։ Ինչպես է փողը սկսում խոսել նոր ձևով։ Այս շաբաթ կշարքների համար ֆինանսական իրավիճակը կլինի հանգիստ, բայց համառ երաժշտության նման։ Սկզբում հազիվ լսելի, ապա ավելի ու ավելի բարձր։ Կառաջանան հանգամանքներ, որոնք կպահանջեն վերանայել ձեր բյուջեն եւ առաջնորդությունները։ Գուցե հանկարծակի գնում, ներդրում, առողջապահական կամ կրթական նախագծերում, կամ դուք կարող եք բախվել առաջարկի, որտեղ ձեր եկամուտը կախված է ձեր ճկունությունից եւ բանակցելու ունակությունից։ Այն ժամանակն է, երբ կարևոր է պահպանել հավասարակշռությունը գեղագիտության եւ պրագմատիզմի միջև։ Որոշումներ մի կայացրեք միայն ցանկությունների կամ շահավետ հնարավորության տեսքի հիման վրա։ Հետաձգեք խոշոր ծախսերը, որոնք չեն ապահովում ծրագրով։ Նախընտրեք հստակ պայմաններով եւ ելքի ռազմավարությամբ տարբերակները։ Եթե հանդիպեք ֆինանսական վեճի, պահպանեք ձեր տոնը պարզ եւ հանգիստ։ Կշարքների իրական ուժը կբացահայտվի նրանց ֆինանսական կայունությունը ամրապնդող արդար փոխզիջումներ գտնելու ունակության մեջ։ Այդ եղջյուրներ։ Ամուր հիմքի կառուցում։ Ձեր ֆինանսական ռազմավարության ամրապնդում։ Այս շաբաթը այդ եղջյուրների համար կարող է նշանավորել խոշոր ֆինանսական փոփոխությունների սկիզբ, որոնք կունենան երկարատև ազդեցություն։ Դուք կարող եք ստանալ առաջարկ կապված երկարաժամկետ ներդրումների, հիփոթեքի խոշոր գնման կամ ձեր կենսաթոշակային խնայողությունների վերանայման հետ։ Հատկապես կարևոր կլինի ձեր քայլերը պլանավորելու եւ գծագրելու ունակությունը։ Այս օրերին կայացված որոշումները հավանաբար կսահմանեն առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքը։ Մոտեցեք ձեր ընտրություններին չափավորությամբ եւ հաշվարկով։ Հավաքեք փաստաթղթեր, հաշվարկեք ռիսկերը եւ քննարկեք տարբերակները վստահելի խորհրդատուների հետ։ Եթե դուք կանգնած եք բազմաթիվ ուղիներով քառակուսի տարբերակի առջև, ընտրեք այն տարբերակը, որը համատեղում է շահույթը եւ կայունությունը, թեկուզ եւ ավելի դանդաղ։ Զգացմունքները կխրախուսեն զգուշությունը։ Սա լավ է, բայց մի թողեք, որ չափազանց զսպվածությունը խոչընդոտի արժանի
հնարավորություններին, ֆինանսական կարգապահությունը, զգույշ պայմանագրային բանակցությունները եւ մանրամասներին ուշադրությունը կօգնեն ձեզ այս փոփոխությունները վերածել վստահ առաջընթացի հիմքի։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր հոդված մարդու մարմնի մասին ամենահետաքրքիր փաստերը։ Մարդու մարմինը անհավանական բարդ ու խճճված համակարգ է։ Այն, ինչ այսօր շարունակում է հանելուկ մնալ բժիշկների ու հետազոտողների համար, թեև դրա ուսումնասիրությամբ զբաղվում են արդեն հարյուրավոր տարիներ։ Ուստի զարմանալի չէ, որ մեր մարմնի առանձին մասերն ու օրգանիզմի ամենասովորական գործառույթները կարող են ապշեցնել մեզ։ Փրշտոցից մինչև եղունգների աճ ձեզ ենք ներկայացնում մի քանի ամենատարօրինակ ու հետաքրքիր փաստերը մարդու մարմնի մասին։ Ուղեղը մարդու ամենաբարդ եւ ամենաքիչ ուսումնասիրված օրգանն է։ Մենք դեռ շատ բան չգիտենք դրա մասին, բայց այնուամենայնիվ, ահա մի քանի տպավորիչ փաստ։ Նյարդային ազդակները շարժվում են 270 կմ/ժ արագությամբ։ Աշխատելու համար ուղեղին անհրաժեշտ է այնքան էներգիա, որքան 10 վատտանոց էլեկտրական լամպին։ Մարդու ուղեղի մեկ բջիջը կարող է 5 անգամ ավելի շատ տեղեկատվություն պահել, քան ցանկացած հանրագիտարան։ Ուղեղն օգտագործում է արյան մեջ հայտնված ողջ թթվածնի 20%-ը։ Գիշերն ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը։ Գիտնականները պնդում են, որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան ավելի հաճախ է նա երազներ տեսնում։ Ուղեղն ինքնին ցավ չի զգում։ Ուղեղը 80%-ով բաղկացած է ջրից։ Մազեր եւ եղունգներ։ Թեև դրանք կենդանի օրգաններ չեն, սակայն հիշեք, թե կանայք ինչպիսի ջանասիրությամբ են խնամում իրենց մազերն ու եղունգները եւ որքան գումար են ծախսում դրա վրա։ Կարող եք ձեր սիրելիին զարմացնել այս փաստերից մի քանիսով։ Դեմքի մազերն ավելի արագ են աճում, քան մարմնի որևէ այլ հատվածում։ Մարդն ամեն օր կորցնում է միջին 60-ից 100 մազ։ Կանանց մազերի տրամագիծը 2 անգամ փոքր է տղամարդկանց մազերի տրամագծից։ Մարդու մեկ մազը կարող է դիմանալ 100 գրամ ծանրության։ Միջնամատի եղունգն ավելի արագ է աճում, քան մյուսները։ Մարդու մարմնի 1 քառակուսի սանտիմետրի վրա նույնքան մազ կա, որքան շիմպանզեի մարմնի նույն մակերեսի վրա։ Շիկահերներն ավելի շատ մազեր ունեն։ Ձեռքերի եղունգներն աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքերի եղունգները։ Մարդու մազի կյանքի միջին տևողությունը 3-ից 7 տարի է։ Մարդը պետք է կորցնի իր մազերի առնվազն կեսը, որպեսզի ճաղատությունը նկատելի դառնա։ Մարդու մազերը գրեթե անքայքայելի են։ Ծերացում եւ մահ։ Մենք ծերանում ենք ողջ կյանքի ընթացքում, այսպիսին է կյանքի օրենքը։ Դիակիզումից հետո մարդու մոխրի զանգվածը կարող է հասնել 4 կիլոգրամի։ 60 տարեկան հասակում մարդկանց մեծամասնությունը կորցնում է իր համային ընկալիչների մոտ կեսը։ Աչքերն իրենց չափսերը չեն փոխում ողջ կյանքի ընթացքում, իսկ քիթն ու ականջներն աճում են անդադար։ 60 տարեկանում տղամարդկանց 60%-ը, կանանց 40%-ը սկսում են խրմփացնել։ Երեխայի գլուխը կազմում է նրա հասակի 1/4-ը, իսկ 25 տարեկանում գլխի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության միայն 8-րդ մասն է։